Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 18-ն է եւ ինչպես մեր գրասենյակի պաշտոնական էջում նախորդին տարածել ենք հայտարարություն, որ հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը հանդես են գալու ուղիղ եթերով, որի նպատակն է այս առիթը օգտագործելու եւ անդրադարձ կատարելու այն իրողություններին, ինչ տեղի է ունենում ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում մեր պատմամշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման դեպքերի մասին այսօր կխոսենք։ Նախ պետք է հստակորեն արձանագրենք, որ արհեստածին Ադրբեջան պետությունը, երբ որ կազմավորվեց 1918 թվականին, հանդիսանալով թուրք-բոլշևիկյան համատեղ նախագիծ, հիմնադրման ստեղծման առաջին իսկ օրվանից վարում էր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը մինչ օրս շարունակվում է բռնազավթված հայկական բնակավայրերում, հատկապես Արցախում, Նախիջևանում, ինչպես գիտենք, Նախիջևանի հարուստ պատմամշակութային ժառանգության 99.9%-ը ոչնչացված է եւ ցավոք սրտի նույն ճակատագրին կարող է արժանանալ ժամանակավորապես բռնազավթված մեկ այլ բնակավայր Արցախը, որտեղ պարբերաբար ականատես ենք լինում մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականության հետ։ Այդ քաղաքականությունը իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով, որը համակարգում է Ադրբեջանի նախագահ, ռազմական հանցագործ եւ գերագույն գլխավոր կեղծարար Իլհամ Ալիևը։ Այդ փաստի վառապացույցը այն է, որ բռնազավթված Ծակուրի գյուղի եկեղեցու բակում կանգնած Ադրբեջանի ռազմական հանցագործ ղեկավարը հանձնարարեց համապատասխան կառույցներին վերացնելու հայկական եկեղեցիներից եւ հայկական խաչքարերից արձանագրությունները, պնդելով, թե իբր այդ արձանագրությունները հայերի կողմից են արված եղել եւ իբր այդ հուշարձանները հայկականացնելու նպատակով, ինչի իրականության հետ որևէ աղերս չունի, դա կեղծիք է եւ այդ կեղծիքը տարածում են տարբեր մակարդակներով, դպրոցական դասագրքերից սկսած, պետական քարոզչամեքենաներով եւ այլն ավարտված։ Հայկական պատմամշակութային ժառանգության թիրախավորման գործընթացը իրականում իհարկե խորհրդային տարիներին բազմաթիվ փաստեր են արձանագրվել հայկական հուշարձանների գործառույթների փոփոխության հետ կապված, երբ որ եկեղեցիները վեր են ածում պահեստին, որում դա 1960 թվականին համապատասխան հայտարարություն օրենք ընդունվեց, այսպես կոչված, որով թույլ էր տալիս սոլխոզ կոչեցյալներին հայկական այն բնակավայրերում, որտեղ որ ադրբեջանցիները ավելի շատ են բնակված, հատկապես եկեղեցիները օգտագործել որպես պահեստներ։ Մյուսը դեպքը հայկական հուշարձանների մասնիկների, այդ սրբազան մասնիկների օգտագործումն է շինարարական նպատակներով։ Նմանատիպ փաստերի արձանագրվեց Ծար գյուղում, Սոնասարում, Բերդաքաղաք Շուշիում տասնյակ դեպքեր արձանագրվեցին, երբ որ հայկական հուշարձանները, եկեղեցիները ոչնչացվեցին եւ շինարարական նպատակներով սկսեցին օգտագործել եւ այդ տարածքներում նաեւ ադրբեջանցի օկուպանտների համար ենթակառուցվածքներ ստեղծեցին։ Սա նույն ձեռագիրն է, ինչ Արևմտյան Հայաստանում
Հայոց ցեղասպանությանը զուգահեռ իրականացվում էր մշակութային ցեղասպանություն, այդ ձեռագիրը չի փոխվել, այդ ձեռագիրը մինչ օրս շարունակվում է։ Մյուս հանգամանքը 90-ականներին դեռևս զինտեխնիկայի կիրառմամբ հայկական հուշարձանների թիրախավորման դեպքերն են և հայկական հուշարձանների օգտագործումը որպես զինապահեստ։ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օգտագործվել է որպես գրադկայանքների համար պահեստի, արկերի պահեստի, որոնք օգտագործվում էին Ստեփանակերտը և շրջակա բնակավայրը թիրախավորելու համար։ Թիրախավորվեցին տասնյակ եկեղեցիներ, արձանագրված բազմաթիվ նմանատիպ օրինակներ կան, Հադրութի շրջանի Առաքել գյուղի եկեղեցին է թիրախավորվել, ընդ որում եկեղեցու վրա կրակվել է տանկից, թիրախավորվել է Գանձասարը, որի հետևանքով Գանձասարի միաբանության շենքն է վնասվել, թիրախավորվել էր Մարտակերտի եկեղեցին և նման փաստերը տասնյակից ավել են։ Ապա այդ քաղաքականությունը շարունակվել է Ճոխայում, ինչը ընդ որում խորհրդային տարիներին էլ էին իրականացնում, հատկապես Ճոխայի գերեզմանը խաչքարերի եկեղեցիների նկատմամբ, ինչպես գիտենք, Ճոխայի խաչքարերի տեղում ոչնչացումից հետո հատկապես վերջին փուլը, որը ընդգրկում է 2005-6 թվականը հրացքարան է կառուցված, ինչպես նշեցինք, Նախիջևանի ընդհանրապես հայկական ժառանգությունը հիմնովին ոչնչացված է, շատ չնչին մասունքներ են մնացել, ինչի հետ կապված մեր ավագ գործընկեր Արգամ Այվազյանը բավականին ծավալուն աշխատանքներ է իրականացնել և մինչ օրս շարունակում է հրապարակել այդ Նախիջևանի հետ կապված կարող եք ծանոթանալ։ Վերադառնանք Արցախին և կենտրոնանանք 2020 թվականից մինչ օրս տեղի ունեցող զարգացումների վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանահաբեկչական տանդեմը սանձազերծեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի հանրապետության նկատմամբ, ի թիվս այլ ենթակառուցվածքների թիրախում հայտնվեցին մեր պատմամշակութային ժառանգությունը։ Հատկանշական է այս կոնտեքստում նշել, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նույն օրը երկու անգամ գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ թիրախավորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Ընդ որում եկեղեցու մերձակայքում որևէ ռազմական նշանակության օբյեկտներ չկային։ Ավելին, եկեղեցու նկուղում գտնվում էին քաղաքացիական անձինք, որոնք պատասպարվում էին Շուշիի ռմբակոծության ժամանակ։ Եվ մի շատ կարևոր հանգամանք ևս, երկրորդ թիրախավորման ընթացքում, որ ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ է տեղի ունեցել, վիրավորվել են և վնասվածքներ են ստացել նաև միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչներ, որոնք տեղում արձանագրել են Ադրբեջանի այդ սանձարձակ քայլերը։ Այդ ժամանակահատվածում, նույն 20 թվականի պատերազմի ընթացքում, մենք արձանագրեցինք նաև, որ թիրախավորվել է Տիգրանակերտի հնագիտական բազան, էական վնասներ հասցնելով հնագիտական բազայի ենթակառուցվածքներին, ինչը մենք դիտարկում ենք նաև, որ ուղիղ թիրախավորում է հանդիսանում ընդհանրապես Տիգրանակերտի արգելոց թանգարանի ամբողջ ենթակառուցվածքի նկատմամբ։ Այս դեպքերը ոչ միայն վանդալիզմի դեպքեր են, մշակութային ցեղասպանության դեպքեր են, այլ նաև պատերազմական հանցագործություններ են, ինչը հստակորեն ամրագրված է հատկապես միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածով։ Եվ ընդհանրապես միջազգային օրենսդրությունը
հստակորեն սահմանում է եւ արգելում է հակամարտությունների ընթացքում թիրախավորել պատմամշակութային ժառանգությունը։ Ցավոք սրտի մենք նման իրավիճակում բազմաթիվ փաստեր ենք արձանագրում, երբ որ մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում է։ 20 թվականի նոյեմբերի, երբ որ սառեցվեց պատերազմը, իսկ այնուհետև 2023 թվականի հերթական սանձազերծված պատերազմից եւ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ել ավելի մասշտաբների հասան Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այդ պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացմանը եւ բնակելի թաղամասերի ոչնչացման քաղաքականությանը ավելացավ նաեւ ամբողջական բնակավայրերի ոչնչացումը։ Հողին է հավասարեցված հերոսական քարին տակը, Հադրութի շրջանի Մայրամածոր, Թաղուտ գյուղերը, ոչնչացված է Վազգենաշենը եւ նման դեպքեր շատ են, պետք է նշենք, որ 11-ից ավելի գյուղեր ամբողջովին կամ մասնակի հողին են հավասարեցված։ Որոշ պարագայում գյուղի հետ հանդերձ նաեւ գյուղում կամ բնակավայրի մերձակայքում գտնող պատմաճարտարապետական հուշարձանները հանդերձ։ Եվ այդ ոչնչացված պատմաճարտարապետական հուշարձանների տարածքում Ադրբեջանը նոր ենթակառուցվածքներ է ստեղծում, որոշ տեղերում թանգարաններ, Չայկերտյան հաղթանակի պուրակ, ինչպես օրինակ Շուշիի հուշահամալիրի տարածքում, որի ընդգրկում էր հայրենական պատերազմի հիշատակին հավերժացնող հուշարձան, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ցեղասպանության նվիրված հուշարձան տարածքը, այդ ոչնչացված հուշահամալիրի տարածքում կառուցվում է մզկիթ եւ թանգարան։ Ստեփանակերտում ոչնչացված պատմական Թումանյան թաղամասը, որը տների զգալի մասը կառուցվել է 19-րդ դարում եւ 20-րդ դարի ընթացքում, հատկապես Շուշիի ցեղասպանությունից հետո 20 թվականի, ընդ որում Շուշիի Թումանյան փողոցի ճարտարապետական պատմական շենքերի ոճը կրկնվում էր Շուշիի պատմաճարտարապետական հուշարձանների ոճին։ Եվ մենք պետք է արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում արձանագրված վանդալիզմի դեպքերի քանակը հատել է 1000-ի սահմանը եւ ընդ որում անցել է 1000-ի սահմանը։ Երբ որ մենք խոսում ենք վանդալիզմի այդ թվի մասին, խոսքը վերաբերվում է վանդալիզմի բոլոր դրսևորումների հետ միասին, այսինքն ամբողջական կամ մասնակի ոչնչացումներ, հուշարձանների գործառույթների փոփոխություն, հուշարձանների վրա գրությունների առկայություն, հուշարձանների վրա այլ տարրերի ավելացում կամ այլ տարրեր, հատկապես դրոշների տեղադրում, ինչը հուշարձանի ամբողջականություն եւ ընդհանրապես ինքնությունը խեղաթյուրում է։ Ադրբեջաներեն կամ այլ լեզուներով գրություններ, ամբողջական բնակավայրերի ոչնչացման դեպքեր, բնակելի թաղամասերի ոչնչացման դեպքեր, թանգարաններ, քանդակներ, մոնումենտալ հուշարձաններ, պատմական գերեզմանոցներ, այս ամենը ամբողջական այդ կոնցեպտի տեսանկյունից ենք մենք ներկայացնում, ասում, որ գործ ունենք այս թվի հետ։ Սա ինչի մասին է խոսում է այն մասին, որ այս քանակի վանդալիզմի դեպքերը թույլ են տալիս մեզ միանգամայն պնդելու, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եվ ցավոք սրտի ամենօրյա պարբերականությամբ մենք տասնյակ վանդալիզմի նոր դեպքեր ենք արձանագրում։
այդ ոլորտով զբաղվող մասնագիտացված կառույցները, ինչպիսիք Monuments Watch ակադեմիական հարթակը, Արցախի տուրիզմի և մշակույթի զարգացման գործակալությունը, Կողնելի համալսարանում գործող Կովկասյան մշակութային ժառանգության մշտադիտարկման հարթակը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմանի գրասենյակը և անհատ հետազոտողներ անընդհատ հետևում արձագանքում և անդրադառնում են Արցախի տեղի ունեցող մշակութային ցեղասպանության քաղաքականությանը, բայց դեպքերը բավականին շատ են և մինչ մենք պատրաստում ենք հերթական զեկույց հրապարակել կամ հերթական արտահերթ հրապարակումը կատարել, նոր փաստեր ենք արձանագրում։ Եվ մի շատ կարևոր հանգամանք էլ կա, երբ որ մենք ուսումնասիրում ենք վանդալիզմի դեպքերի դինամիկան, աճը, մենք նկատում ենք, որ բոլոր խոշոր վանդալիզմի դեպքերին նախորդել է օկուպացված Արցախի տարածքում, ժամանակավորապես օկուպացված, Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի կողմից ապօրինի կազմակերպած տարբեր ֆորումներ, հանդիպումներ, քննարկումներին, որոնց ընդ մասնակցում էին միջազգային տարբեր երկրներից պատվիրակություններ, նախագահների մակարդակով, խորհրդարանի մակարդակով, լրագրողների կամ հասարակական դաշտի ներկայացուցիչների մակարդակով և հենց այդ հանդիպումների ավարտից անմիջապես հետո խոշոր վանդալիզմի դեպքեր են գրանցվում, նման օրինակ, ինչպես որ անցյալ տարվա ամռանը, երբ որ Ստեփանակերտում ապօրինաբար կազմակերպվում էր տնտեսական հարցերով քննարկելու ֆորում, որի մասնակցում էին իսլամական մի շարք երկրների առաջնորդներ, անմիջապես այդ ֆորումի ավարտից հետո Արցախում բռնկվեց խոշոր մասշտաբի հրդեհներ, որի տարածքում ընդգրկվեց նաև 100-ից ավել պատմաճարտարապետական հուշարձաններ, փաստացի վտանգելով այդ պատմաճարտարապետական հուշարձանները և մեր բնակավայրերը։ Եվ մի շարք կարևոր այլ հանգամանք էր, որ ինչքան շատ են լինում նման այցերը, այնքան ավելի է մեծանում վանդալիզմի դեպքերը։ Դրան զուգահեռ, երբ որ միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պարգևատրում են որևէ մրցանակով, կլինի դա համայն Ռուսիա պատրիարքի Կիրիլի կողմից Մehriban Aliyevային պարգևատրումը, ընդունելություն և նման պարգևի հանձնում Հռոմի Պապի կողմից, թե վերջերս փետրվարին երկու երկրների միջև գոյություն չունեցող խաղաղություն հաստատել, իբր խաղաղություն էր հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև, երբ որ պարգևատրվեցին այդ կոչված մրցանակով Ալիևին և Փաշինյանին, դրանից անմիջապես հետո մենք տասնյակ վանդալիզմի դեպքեր արձանագրեցինք։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ այս մոտեցումները, այս պարգևատրումները, այս ապօրինի այցերը բռնազավթված Արցախ կանաչ լույս է բացում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Եվ այդ կանաչ լույսը նոր հնարավորություն է տալիս Արցախում ոչնչացնելու մշակութային ժառանգությունը։ Ընդ որում Արցախում ոչնչացվում է մշակութային ժառանգությունը անկախ նրա կառուցման ժամանակահատվածից։ Կլինի դա նախաքրիստոնեական ժամանակաշրջանի, կլինի դա միջնադարյան, կլինի դա անկախության շրջանում կառուցված հուշարձաններ, այլ ընդ որում թիրախավորվում է ոչ միայն քրիստոնեական, այլ նաև իսլամական ժառանգությունը։ Հատկապես 20 թվականի պատերազմի ընթացքում Շուշիի մզկիթները երկու անգամ թիրախավորվել է Ադրբեջանի օկուպացիոն զորքերի կողմից։ Վերջերս մենք արձանագրեցինք, որ
օկուպացված Արցախի տարածքում շիական մզկիթ է ոչնչացվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվ սա խոսում է այն մասին, որ իդեմս Ադրբեջանի մենք գործ ունենք քաղաքակրթության թշնամու հետ, որը բարբարոսական ոճի գոյատություն է, կազմավորում է եւ որևէ աղերս չունի պետականության ատրիբուտների եւ այլնի հետ լինելով արհեստացին, այսպես կոչված կազմավորում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք արձանագրենք եւ խոսենք այն մասին։ Եվ սա ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, վանդալիզմ է, այլ ինչպես նշեցինք, նաեւ ռազմական հանցագործություն է իրենից բխող բոլոր հետևանքներով, ինչին վաղտեղուշ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխան տա։ Բայց առավել դաժանորեն Ադրբեջանի իշխանությունները Արցախում ոչնչացնում են հատկապես անկախության ժամանակաշրջանում կառուցված հուշարձանները, այնինչ խորհրդանշում է անկախությունը։ Կլինի դա եկեղեցիներ, կլինի դա հուշարձաններ, կլինի դա հուշակոթողներ, հուշանկյուններ, ընդ որում որը նվիրված է ինչպես հայրենական պատերազմի հերոսներին, զոհված նահատակներին, այնպես էլ բոլոր ժամանակահատվածում հանուն հայրենիքի նահատակված մեր հայրենակիցներին։ Եվ վերջին շրջանում պարբերաբար շատանում են նման դեպքերը, ընդ որում Արցախում ոչնչացվող նման հուշարձանների, հուշահամալիրների օրերը պատահական չեն ընտրված։ Գրեթե ամեն տարի մայիսի 9-ի, երբ որ մոտենում է, մենք էականորեն աճ ենք արձանագրում պանթեոնների նկատմամբ վանդալիզմի դեպքերին կամ հուշահամալիրների նկատմամբ վանդալիզմի դեպքերին, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնում են։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է նաև չնչել հաղթանակի հիշողությունը հայ ժողովրդից, եւ սա մշակութային ցեղասպանությունից բացի նաև հոգեբանական ահաբեկչություն է։ Անհայտ է Ստեփանակերտի հուշահամալիրի ճակատագիրը, չնայած տասնյակ գերեզմանակարեր վնասված են, արձանագրված են նման փաստ, բայց ամբողջական ճակատագիրը հայտնի չէ, քանի որ հուշահամալիրի ամբողջ տարածքը ցուցապաստառներով փակված է։ Եվ այս ամենին ինչ ենք մենք ունենում, մեզ հաճախ են մեր հետ պաշտոնական էջին հետևող մեր հայրենակիցները գրում, ներկայումս էլ նման հարցադրում ստացանք մեր գործընկերներից մեկի կողմից։ Պետք է նշենք, որ սա մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Նախ եւ առաջ, երբ որ միջազգային կառույցները բավարարվում են միայն արարողակարգային հայտարարություններով, դրան չի հետևում որևէ զսպման մեխանիզմ, չեն պատժվում վանդալիզմ իրականացնող անձիկ, որում բազմաթիվ դեպքեր կան, երբ որ հնարավոր է նույնականացնել վանդալիզմ իրականացնողների դեմքը, եթե անգամ հնարավոր չէ, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխան տա դրա համար։ Բավարարվում են զուտ արարողակարգային հայտարարություններով եւ ընդունված դատական միջանկյալ որոշումներով։ Քանի դեռ հստակ պատժամիջոցներ չեն կիրառվել, զսպողական մեխանիզմներ չեն կիրառվել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որը հնարավորություն կտա կանխելու կամ նվազագույնի հասցնելու բռնազավթված Արցախի տարածքում ոչնչացող պատմամշակութային ժառանգություն ծավալները, որը գնալով աննախադեպ են դառնում եւ մտավախություն կա, որ դեմը չառնելու պարագայում մենք ունենանք երկրորդ Նախիջևան։ Սա այլ հետևանք էլ ունի, ինչպես Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ցեղասպանական այդ մեխանիզմները, մեթոդաբանությունը Ադրբեջանը կիրառում է Արցախում, Նախիջևանում եւ այլ բռնազավթված բնակավայրերում։ Նույն այդ մեխանիզմին մենք հականատես ենք լինում Մերձավոր Արևելքում, ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող վանդալիզմի դեպքերին Սիրիայում, Իրաքում,
վերջին շրջանում Իրանի նկատմամբ իսրայել-ամերիկյան հարձակումների ընթացքում երբ որ հարվածությունից ավելի հուշարձան թիրախավորվեց, որոնք ընդորում ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված են։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն մշակութային ցեղասպանություն իրականացնող երկրներ են, այլ նաեւ այդ ցեղասպանության մեթոդաբանությունը արտահանողներ են։ Եվ ընդօրինակման, բացասական ընդօրինակման, այսպես ասած, առարկաներ են հանդիսանում միջազգային ահաբեկչական կազմավորումների կողմից։ Եվ երբ որ համադրում ենք կիրառվող գործիքակազմը մերձավոր արևելքի գտնվող հուշարձանների նկատմամբ, պատասխանում ենք, որ գործում ենք նույն ձեռագրի հետ։ Եվ սա խոսում է այն մասին, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության թեմա առնելով հնարավոր կլինի նաև նվազագույնի հասցնել աշխարհի տարբեր հակամարտությունների գոտիներում գտնվող հուշարձանների նկատմամբ նմանօրինակ դեպքերին։ Եվ մի շատ կարևոր հանգամանք ևս այն հազարավոր հուշարձանները, որ Ադրբեջանը ոչնչացրել է իր արհեստականորեն ստեղծման պահից մինչ օրս եւ շարունակում է իրականացնել, դրանք ոչ միայն զուտ հայկական մշակութային ժառանգություն է, դրանք ոչ միայն հայկական ինքնության բաղադրիչներ են, դրանք համաշխարհային քաղաքակրթության բաղադրիչ մաս են հանդիսանում։ Եվ անկախ այն հանգամանքից, թե այդ պատմամշակութային ժառանգությունը որ ժամանակաշրջանում է կառուցվել եւ ինչ բովանդակություն ունի, դրանից յուրաքանչյուրը ճարտարապետական յուրահատուկ գանձ է համաշխարհային մշակույթի մեջ եւ յուրացնելով, ոչնչացնելով յուրաքանչյուր հուշարձան եւ խաչքար, Ադրբեջանը ամեն մի խաչքար, ամեն մի եկեղեցի, ամեն մի բնակավայր ոչնչացնելով հարվածում է համաշխարհային քաղաքակրթությանը։ Եվ այս կորուստները թվական առումով, երբ որ մենք նշում ենք Արցախի մշակութային ժառանգության, սա կորուստ է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ սա կորուստ է ամբողջ աշխարհի համար, քանի որ ոչնչացվում է համամարտկային արժեք։ Ուստի Ադրբեջանի այս վանդալիզմի դեմ պայքարը ոչ միայն հայ ժողովրդին է, այլ նաև համաշխարհային հանրությանը, առավել ևս այն կազմակերպություններին, որոնք ունեն առաջնային մանդատ։ Ոչ թե առաջնորդվեն նավթի եւ այլ ռեսուրսների շահերով ստորադասելով հումանիտար արժեքները մարդկանց կյանքում մշակութային ժառանգությունը, այլ հստակ քայլեր ձեռնարկեն կանխելու մշակութային ցեղասպանությունը Արցախում։ Դրանով նվազագույնի կհասցվի, ինչպես նշեցինք, աշխարհի տարբեր երկրներում գտնող հակամարտությունների գոտիներում գտնող մշակութային ժառանգության նկատմամբ համանման քաղաքականություն ու դրսևորումներ։ Ինչպես ցեղասպանության չկանխումը եւ դրա իրականացնողների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը պարարտ հող նախապատրաստեցին հետագա նման հանցագործությունների համար, որոնք որ նաև պատերազմական հանցագործություններ են համարվում ըստ որոշ իրավաբանների, այնպես էլ մշակութային ժառանգության ոչնչացման այս քաղաքականության դեմը չառնելն է հանգեցնում դրան եւ մենք ամենօրյա պարբերականությամբ աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտությունների ուսումնասիրումից տեսնում ենք, որ չկա մի հակամարտություն, որտեղ մշակութային ժառանգություն չդժի, որ դիտավորյալ չթիրախավորեն կիրառելով գերչաշկրիտ ռազմական տեխնիկա։ Այն դեպքում, երբ որ այդ գերչաշկրիտ ռազմական տեխնիկաները, հրթիռները ունեն նավիգացիոն կողմնորոշիչներ եւ առաջնորդվում են կոորդինատներով, այնպես չի, որ
դրանք արձակողները չգիտեն ինչ կառույցի ուղղությամբ են արձակում, երբ որ կառույցի կոորդինատը գրելով տեսնում ես դրա տեսքը, թե ինչ կառույցի մասն է խոսքը, քաղաքացիական, ենթակառուցվածքի մշակութային օբյեկտ թե ռազմական։ Եվ այն պնդումները իբր Ադրբեջանից սկսած եւ այլ դեպքերով ավարտած, որ նշում են, թե դիտավորյալ նպատակաուղղված չի թիրախավորվել, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Ինչպես կարող է միևնույն օրը երկու անգամ թիրախավորվի պատմաճարտարապետական հուշարձան, ընդ որում երկրորդ անգամ արտի հարվածը լինի նույն այն հատվածը, որտեղով որ եղել է առաջին անգամ պահարված է։ Սա խոսում է դիտավորյալ թիրախավորման մասին։ Եվ խոսքը, ինչպես նշեցի, ոչ միայն վերաբերվում է Արցախին, այլ վերաբերվում է բոլոր հակամարտությունների գոտիներում գտնող պատմաճարտարապետական հուշարձանների նկատմամբ տեղի ունեցողին։ Եվ ապրիլի 18-ին, երբ որ նշվում է հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, տարբեր երկրներում տարբեր միջոցառումներ եւ այլն կազմակերպում, չպետք է մոռանան եւ պետք է անպայման այս հանգամանք օգտագործելով նշել նաեւ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասին։ Այլապես այդ նշվող իրականացվող միջոցառումները կլինեն առողակարգային բնույթ կրող եւ սա ցույց կտա, որ մենք այս հարցում եւս գործ ունենք երկակի երակի ստանդարտների հետ, իսկ փաստերը դրա մասին են խոսում, ինչպես նշեցինք, պարգևատրում են այդ վանդալիզմի իրականացման հրահանգ տրվողներին, ովքեր որ անմիջապես հրահանգ են տալիս նման պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելու։ Եվ այն պնդումները, թե իբր երբ որ մենք նաև մոնիտորինգ անած որոշ սոցիալական կայքերում ենք տեսնում, հատկապես ադրբեջանական, որտեղ իբր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում Արցախում եւ այլն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այդ հաճախակի են դեպքեր արձանագրվել, երբ որ պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվել Ալևյան կլանի, այսպես ասած, ապօրինի այդ ժամանակ Արցախում։ Եվ նման փաստերը եւս հազարավոր են, այնպես որ մենք գործ ունենք նման հանգամանքների եւ նման երևույթների հետ եւս։ Ամփոփելով ցանկանում եմ նշել մի շատ կարևոր հանգամանք, քանի դեռ չի կասեցվել Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգությունը, աշխարհի ցանկացած անկյունում նույն ժառանգությունը ոչնչացվելու է։ Համամարտկային արժեքները անկախ նրանց գտնվելու վայրից, որ երկրի տարածքում են գտնվում եւ օկուպացված են ընդհատվածները, թե ոչ, պետք է պահպանվեն։ Եվ դա ոչ միայն այն ստեղծող ժողովրդի անելիքն է, պարտականությունն է, այլ նաեւ համաշխարհային հանրությանը, միջազգային հանրությանը, քանի որ յուրաքանչյուր մշակութային արժեք համամարտկային նշանակություն ունի եւ դա ամրագրված է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ համապատասխան կոնցեպտներում։ Եվ վերջում ուզում եմ կոչող դիմել միջազգային կազմակերպություններին, որ ժամանակն է գործում քայլեր ձեռնարկել կանխելու Արցախում տիրող մշակութային ժառանգության ոչնչացումը։ Դրանով ցույց տալով ձեր հավատարմությունը, ձեր որդեգրած սկզբունքներին, երբ որ կարդում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ բանաձևեր եւ այլ հայտարարություններ, իրավական փաստաթղթեր, սա սպիտակի վրա նշված է, որ յուրաքանչյուր մշակութային արժեք համամարտկային արժեք ունի։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ աշխարհի մեկ այլ երկրում մշակութային արժեքի ոչնչացման դեպքում
արձագանք լինում է միջազգային կազմակերպությունների կողմից, աղմուկ աղաղակ է բարձրացվում, իսկ Արցախի տարածքում, երբ որ իրականացվում է խոշորագույն մշակութային ցեղասպանություն, հպանցիկ է անդրադարձում կամ մոռացվում է կամ մատների արանքով է նայում։ Մշակութային ժառանգությունը մշակութային ժառանգություն է եւ տարբերակում տնելով դուք եւս նպաստում եք այդ քայլերին եւ քիչ առաջ մեր հետևողներից մեկը նշեց ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքում պետք է նշենք, որ ցավոք սրտի ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ կազմակերպություններ առաջնորդվում են արարողակարգային հայտարարություններով եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այս պասիվ վերաբերմունքը չարձագանքելը նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք հանձնաժողովներում, այդ թվում նաեւ ռազմական հակամարտությունների գոտիներում գտնվող մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովում, հակամարտությունների գոտիներից ապօրինի մշակութային ժառանգության յուրացման եւ այլ մաքսանենգ կերպով տարածման այդ նմանատիպ հարթակներում սա աբսուրդ է, մենք այս հարցի մի քանի անգամ անդրադարձել ենք, ինչպես կարող է վանդալիզմ իրականացնողը, պատերազմական հանցագործություն իրականացնողը կամ հայկական պատմամշակութային ժառանգություն յուրացնողը ընդգրկված լինի նման հանձնաժողովում։ Երբ որ վերջ տրվի երկակի ստանդարտներին եւ միջազգային այդ կազմակերպությունները, հատկապես առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունները զբաղվեն իրենց գործառույթներով եւ բոլոր քայլերը ձեռնարկեն հատկապես մոնիտորինգային հանձնաժողով ուղարկելու Արցախում, որպեսզի արձանագրեն ինչ է իրականում տեղի ունենում, չնայած արբանյակային մոնիտորինգով որոշակի պատկերներ հնարավոր է ստանալ, բայց այնուամենայնիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է բոլոր քայլերը ձեռնարկի, իր սկզբունքներին հավատարիմ լինի եւ մոնիտորինգային խումբ ուղարկի Արցախի տարածքում, ընդ որում մոնիտորինգային խումբը պետք է լինի անկախ եւ հնարավորություն ընձեռվի մոնիտորինգային խմբի աշխատանքներին հետևել եւ արդյունքներին տեղյակ լինել։ Ասեք, ինչպես Նախիջևանի պարագայում արգելվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային խմբի մուտքը Նախիջևանի տարածք, մենք տեսանք ինչ հետևանքներ տեղի ունեցավ։ Նույնը լինելու է Արցախի պարագայում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է շահերը ստորադասի, չառաջնորդվի ֆինանսական կայունությամբ եւ չառաջնորդվի նրանով, որ բազմաթիվ ծրագրեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորում է ուղղել Ադրբեջանի կառավարության կամ Սոկարնոթային ընկերության կամ Հույդար Ալիևի կողմից։ Այլ հստակ քայլեր ձեռնարկի։ Հակառակ պարագայում Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Եվ քայլեր չձեռնարկելով եւ բավարարվելով միայն արարողակարգային հայտարարություն անելով, թե պետք է մոնիտորինգային խումբ ուղարկվի, այդ մասին խոսվել է անգամ մինչև Արցախի ամբողջական բռնազավթում եւ երբ որ պետք է մոնիտորինգային խումբ այցելեր եւ փաստագրեր Շուշիում, Հադրութում եւ այլ բնակավայրերում, որոնք 20 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթվեցին, իրականացվի։ Ոչ այն ժամանակ մոնիտորինգային խումբ այցելեց, ոչ հիմա։ Սա է պատճառը, որ տարբեր կազմակերպություններ, տարբեր կառույցներ խավիարի, նավթի եւ
այլ ֆինանսական ռեսուրսները ավելի են կարևորում, քան հումանիտար արժեքները և մշակութային ժառանգությունը։ Այլ երբ որ հավատարիմ լինեն իրենց որդեգրած սկզբունքներին և ուղղակի չլինի սևը սպիտակի վրա գրված այդ նորմերը, այդ խաղի կանոնները, այդ դեպքում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մշակութային ժառանգությունը կորուստը Արցախում։ Եվ վերջում ես կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ Արցախում տեղի է ունենում 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Մենք սա պարտադիր պետք է կրկնենք մշտապես, անկախ նրանից, թե ներկա ինչ օրը եւ բոլոր առիթները օգտագործելով եւ բոլոր հուշարձանների ամեն մի արձանագրված փաստի ոչնչացման կամ մասնակի ունասման բարգկայում այս անգամանքին անդրադառնալ։ Քանի որ դա ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաև որոշ դեպքերում պատերազմական հանցագործություն։ Եվ ցանկանում եմ վերջում նաև հիշեցնել, որ պատերազմական հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չի կիրառվում, հիմք ընդունելով 1960 թվականի համապատասխան կոնվենցիան, որտեղ սահմանվում է պատերազմական հանցագործությունների նկատմամբ ժամկետ չսահմանելը։ Իսկ սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում այդ հանցագործությունը իրականացվել, այդ նրա բաղադրիչ հանդիսացող մշակութային ցեղասպանությունը, մշակութային ժառանգության ոչնչացումը, իրավական պատասխանատվություն այնուամենայնիվ կհետևի։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հետևորդներին և մեր հարցեր ուղարկողներին, ինչպես մեկնաբանություններում, այնպես էլ անձնական հաղորդագրության միջոցով։ Մենք պարբերաբար տարբեր ձևաչափերով անդրադառնալու ենք Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը, ոչ միայն հայերենով, այլ նաև այլ լեզուներով ևս մենք եթերներ կունենանք և որտեղ նաև մեր գործընկերները նման հարցազրույցի ուղիղ եթերների տեսքով հանդես կգան և հույս ունենանք, որ այլևս առիթ չենք ունենա խոսելու Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերի հետ։ Շնորհակալություն։